Տիկին Վարդանյան հեղինակել է քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի քննարկումը, որի վերաբերյալ խորհրդարանական լսումներ տեղի կունենան չորեքշաբթի օրը, իշխանությունից արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու, հետևաբար որն է ձեր ակնկալիքը, ինչ եք սպասում։ Իսկ դուք չեք զարմանա, եթե իշխանությունից հայտարարեն, որ կողմ են քվեարկելու։ Որն է այս ամեն ինչի նպատակը։ Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության որևէ ակցիա, Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության որևէ գործողություն, որևէ անձի, անգամ անձանց պաշտպանության մասին չի։ Դա Հայաստանում ժողովրդավարությունը, խոսքի, մտքի ազատությունը պաշտպանելու համար գործողություն է։ Մենք կարող ենք անձնապես չսիրել որևէ անձի, կարող ենք համաձայն չլինել արտահայտած տեսակետի հետ, բայց մենք պարտավոր ենք պաշտպանել մարդու ազատորեն իր տեսակետը արտահայտելու իրավունքը։ Դրա մասին է։ Հիմա ինչ է տեղի ունենում 30-ից ավել անձինք ապօրինի շինծու քրեական գործերով կամ կալանքի տակ են կամ սահմանափակված են նրանց հիմնարար ազատությունները։ Նրանց թվում են սրբազաններ, գործարար, երիտասարդական միության ներկայացուցիչ, կին քաղբանտարկյալ, գործարար, համայնքի ղեկավարներ, բլոգերներ, հաղորդավարներ։ Ամեն մեկը ունի իր շրջանակը, ունի իր հարազատները, բայց կարիք կա համակարգային կերպով այս մարդկանց իրավունքների խախտումների մասին խոսելու, ձայն բարձրացնելու, որովհետև եթե մենք դա չենք անում եւ իշխանությունը գին չի վճարում քաղբանտարկյալների թիվը ավելացնելու համար, այս ամեն ինչը անխուսափելիորեն հասնելու է մեզնից յուրաքանչյուրին։ Դրա համար այս ակցիան էլ այդ միտում ունի ուշադրությունը հանրության հրավիրել այս խնդրի վրա։ Լսումները միտում ունեն ոչ միայն հանրության, այլ նաեւ միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որոնց իրենք հրավիրվել են, այսօր դատախազները, թե չեմ սխալվում, հրավիրվեց։ Իրենք պիտի պատասխանեն հարցերին եւ մենք պիտի ցույց տանք ինչպես է օրենքի հետ բացարձակ կապ չունեցող մեխանիզմով այս բոլոր մարդիկ հայտնվել կալանքի տակ։ Դրա համար է լսումներն են, դրա համար այս ակցիան էլ է, դրա համար երբ այս ամենի մասին խոսում ենք, նրա համար չի, որ մեր ընկերները, հարազատները հետապնդման են ենթարկվում։ Նրա համար է, որովհետեւ համակարգված կերպով Հայաստանում խախտվում է մարդու իրավունքները, խախտվում են եւ ոտնահարվում է ժողովրդավարությունը ու ազատ խոսքը։ Սա է ամբողջ իմաստը, իհարկե։ Իշխանության տարածած ձայնագրությունները ի վերջո հերքվեցին Բագրատ Սրբազանի վերաբերյալ։ Ըստ ըս ինչու է հիմա հերքվելուց հետո շարունակվում դատականությունը։ Որովհետեւ այս իշխանության գործողությունները նման չեն ինքնավստահ, որևէ սեփական հասարակության հետ խնդիր չունեցող, իշխանությունը պայելու հետ խնդիր չունեցող իշխանության գործողությունների։ Ռեպրեսիաները վկայում են մի պարզ բանի մասին։ Իշխանության համար խնդիր են, բոլոր են առաջին հերթին կառույցները, որոնք կարող են ապահովել մոբիլիզացիա։ Դրա համար կուսակցությունները, եկեղեցին, հարվածի տակ է։ Խնդիրը նաև անհատները, ցանկացած անհատ։ Տեսեք, կլինի դա զոհված ծնողների միավորում, թե կլինի Բագրատ Սրբազանով կարողանում է մոբիլիզացիա ապահովել, իշխանության համար խնդիր է։ Ինչու հենց օգոստոսի 8-ին ընդառաջ ձերբակալվեցին, հրապարակվեցին այդ ձայնագրությունները, թարգմանվեցին անգլերեն ու հրապարակ արեցին, մարդիկ ձերբակալվեցին։ Պարզ էր, չէ, որ իշխանությունները խնդիր ունեն, որպեսզի ցույց տան, ում պիտի ցույց տան։ Ես հարց եմ տալիս, ում առաջ են պարտավորություն ստանձնել ցույց տալու, որ իրենք երկրի ներսում որևէ խնդիր չունեն եւ բողոք չկա։ Եթե բողոք չկա, ինչու եք մարդկանց լցնում բանտերը, մարդկանց վրա կրակում, հետո ասում դե եկեք մեզ բան արեք, իշխանությունից հեռացրեք։ Եթե խնդիր չունեք, եթե որևէ խնդիր չկա, մարդկանց վրա ինչու են կրակում։ Մարդկանց ընդդիմության առաջնորդներ կլինի, բոլորը, ովքեր շարժման առաջնորդ են եղել, հետապնդվել են։ Քրեական գործ կա։ Համայնքի ղեկավարներ, 14 համայնքի ղեկավար ընդդիմադիրով ընտրվել է, իրենք հետապնդել են։ Եթե խնդիր չունեն, որևէ վախ չունեն, այս բոլոր մարդիկ ինչու են հետապնդվում։ Հետապնդվում են, որովհետև կարող են սպառնալիք հանդիսանալ տարբեր ժամանակներում։ Տեսեք, երբ ասում են սպառնալիք, դա այն չէ, որ հենց հաջորդ օրը կարող են իշխանությունը փոխել, բայց իրենք կարող են մարդիկ մոբիլիզացնել եւ դրանով վտանգավոր են իշխանության համար։ Տիկին Վարդանյան, կալանավորված անձանց խափանման միջոցները հերթով փոփոխվում են, այսօր էլ 3-4 հոգու խափանման միջոցները փոփոխվել են։ Դա լավագույնը ցույց է տալիս, որ սա դասական քաղաքական հետապնդում է։ Ինչ են մեզ ասում։ Ձայնագրությունները հրապարակեցին, ասացին, որ իրենք ամենավտանգավոր ահաբեկիչներն են, որ կարող են աշխարհի երեսին գոյություն ունենալ։ Մենք փաստարկում էինք, որ դա նախ այդպես չի, ապացուցվեց դա ձայնագրությունների ամբողջական տարբերակների մի մասի հրապարակումով։ Երկրորդ ասում ենք, լավ, խափանման միջոցներ ինչու եք ամենախիստը կիրառել։ Չէ՞ որ այդ մարդիկ ուր պիտի գնան այս երկրից, ասում են ոչ, իրենք վտանգավոր
փոխանցորեն հանկարծ եթե ազատության մեջ լինեն ահաբեկչություն կանեն, բայց հիմա ինչու է փոխում։ Այսինքն օգոստոսի 8-ին էր պետք է մարդկանց ահաբեկի չրչակել, բոլորին ձերբակալել ու միջազգային գործընկերներին ասել, որ ահաբեկչություն է կանխել, որպեսզի դիվիդենդներ ստանան։ Հիմա արդեն երբ հանրային ուշադրությունը թեմայից մի քիչ եղել է, արդեն վերջ էլ իրենք վտանգավոր չեն, բայց վտանգավոր ահաբեկիչներ եք բան արել, վնասազերծել։ Ո՞նց եք հերթով խափանման միջոցները փոխում։ Նույնը տեղի ունեցավ հոգեվորականի հետ, ում վերագրվում էր ամենասարսափելի, չէ՞, մարդկանց գյուլելը եւ վնաս պատճառել առողջությանը։ Վերջը դատարանը պարզվեց այդպիսի ապացույց չի ներկայացվել։ Այսինքն գործողությունները իրար հակասող իրենց հայտարարությունները վկայում են, որ քաղաքական հետապնդումներ, երբ ուզում են մարդկանց բռնում են, տեսնում են էլ կարող է բանտերը ազատելու տեղ ունենալ։ Ես չգիտեմ, այնքան երկրորդ ասում են, որ ԱԱԾ-ից մարդ որևէ մեկը ԱԱԾ-ում գտնվող խափանման միջոց են փոխել կամ ազատ են արձակում, ես առաջինը որ մտածում եմ, ում պիտի տանեն ԱԱԾ-ը, որ այդտեղ չկա, որովհետև Հայաստանի բանտերում արդեն տեղ չկա այս մարդկանց քաղաքական հետապնդվող այս մարդկանց կողմից քաղաքական հետապնդվողներին տեղավորելու համար։